2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր եւ օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։ Առաջին, Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կգործի բնակարանային ապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիրը։ Կընդգրկվեն 1-ից 3 անդամ ունեցող առանձին խմբերի ընտանիքները, իսկ տվյալ խմբերում ընդգրկվող ընտանիքի յուրաքանչյուր անդամ 10 տարի կստանա ամսական 40,000 դրամ վարձակալության վճարի մասնակի փոխհատուցման նպատակով։ Երկրորդ, ֆինանսական եւ բանկային համակարգում կգործարկվի նոր ստոպ գործիքը, որը կիրառելի է լինելու դրամական փոխանցումների, քարտային ու վարկային գործառնությունների եւ ավանդների նկատմամբ, նպատակ ունենալով բարձրացնել գործարքների անվտանգությունն ու վերահսկողությունը։ Երրորդ, եկամուտների համալիր գնահատման հիման վրա կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ, որը կապահովի նպաստների արդար թիրախավորում եւ կվերացնի բյուրոկրատական քաշքշուկը։ Չորրորդ, ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման եւ արգելանքի միջոցներ։ 5-րդ, փոփոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգը։ Դիմումներն ընդունվելու են բացառապես առցանց e-social.am կայքի միջոցով, նախապես ստեղծելով անհատական օգտահաշիվ։ 6-րդ, երրորդ երկրներից ներմուծվող եւ ներքին սպառման համար բաց թողում մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ համապատասխանության գնահատման փաստաթուղթ։ 7-րդ, սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի փոփոխություններով սահմանվում է թերություն ունեցող ապրանքների համար պարտադիր 2 տարվա երաշխիք եւ արգելվում է սպառողներին մոլորեցնող համեմատական գովազդը։ Փոփոխությունները նաև կարգավորում են պայմանագրերի անարդար պայմանները, հստակեցնում են ապրանքների համապատասխանության պահանջները եւ խստացնում վաճառողների պատասխանատվությունը։